Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Հիմարը։ Զամինդարն ուներ մի հիմար տղա։ Մի անգամ հայրը նրան ասաց. «Այսօր մեր տունը հյուրեր են գալու, գնա այգեպանի մոտ և միրգ գնիր, բայց տես, որ բոլորն էլ քաղցր ու համեղ լինեն, հասկացա՞ր»։ «Հասկացա», պատասխանեց հիմարը և գնաց այգի։ Այգում նա անցավ ծառից ծառ, ընտրեց ամենալավ պտուղները և այգեպանին հրամայեց. «Քաղիր այս սրանք, հիմա քաղիր սրանք, սրանք էլ քաղիր»։ Երբ պտուղներն արդեն քաղված էին, զամինդարի տղան ասաց. «Հարկավոր է համոզվել, որ այս պտուղները ոչ միայն գեղեցիկ են, այլև քաղցր են»։ «Դրանից հեշտ բան չկա», ասաց այգեպանը, «վերցրեք մի քանի հատ համ տեսարեք»։ «Սրան տեսեք, ինչ խորամանկն է», բարկացավ հիմարը, «միայն մի քանի հատի համը տեսնելով ինչպես կարող եմ իմանալ, որ բոլորն էլ քաղցր են, ինձ չես խաբի, ես գիտեմ, թե ինչ կանեմ»։ Այդ խոսքի հետ հիմարը սկսեց մեկ-մեկ կծոտել բոլոր մրգերը։ Բոլորը համտես անելով նա գոհ մնաց իր գնածից և հրամայեց ծառային միրգը տանել տուն։ Երբ ծառան կծած մրգերը դրեց սեղանին, հյուրերը զարմանքից ապշեցին, իսկ ինքն իրենից գոհ հիմարը բարձրաձայն ասաց. «Համոզված եղեք, որ այդ մրգերը բոլորն էլ քաղցր են ու հյութեղ, նախքան ձեզ մատուցելը ես բոլորն էլ համտես եմ արել»։ Լսելով այդ խոսքերը, հյուրերը սկսեցին ծիծաղել զամինդարի հիմար տղայի վրա, և նրանցից ոչ մեկը նույնիսկ ձեռք չտվեց կծած պտուղներին։ Երբ հյուրերը գնացին, զամինդարն այնպես դնգստեց տղային, որ դրանից հետո նա մրգերին նայել անգամ չէր կարողանում։ Ինչպես եղավ, այդ հիմարը տեսավ, որ գյուղացին բակլայի հետ պտղունցով աղ է գցում պղինձը։ «Էդ ինչ ես գցում պղինձը», հարցրեց նա։ «Աղ», ասաց գյուղացին։ «Ինչի համար»։ «Աղով համեղ է լինում բակլան», պատասխանեց գյուղացին։ Հիմարը միտք արեց. եթե մի պտղունց աղը լավ համ է տալիս մի պղինձ բակլային, ուրեմն որքան համեղ պետք է լինի աղը։ Նա խանութից գնեց մի պարկ աղ, կամաց հասցրեց տուն և թաքցրեց։ Գիշերը, երբ բոլորը պառկեցին քնելու, զամինդարի տղան ձեռքը կոխեց պարկի մեջ և մի լիքը բուռ աղ հանեց ու լցրեց բերանը։ Աչքերից իսկույն արցունքներ հոսեցին, կոկորդը սեղմվեց, սկսեց փռշտալ, հազալ և խեղդվելուց հազիվ ազատվեց։ Ամբողջ գիշերը նա չկարողացավ քնել, իսկ առավոտյան դեռ լույսը չբացված վազ տվեց գյուղացու մոտ։ «Խաբեբա», գոռաց նա, «ինչու ասացիր, թե աղը ուտելիքին համ է տալիս։ Ես մի բուռ կերա, քիչ էր մնում մեռնեի»։ «Ողորմած Տեր», պատասխանեց գյուղացին, «իմ պապն ասել է. խելոք մարդու վատ արարքն էլ լավ կծառայի, իսկ հիմարին լավն էլ փորձանքի կբերի»։ Մի ուրիշ անգամ այդ հիմարը դաշտում եգիպտացորեն տեսավ և ուզեց համը տեսնել։ «Էս ինչ անհամ բան է», ասաց նա բարկացած, «զարմանալի է, որ շատերը ուտում և դեռ նույնիսկ գովում են»։ Քիչ այն կողմ աշխատող գյուղացին նրան ասաց. «Պարոն, եգիպտացորենը ոչ թե հում են ուտում, այլ եփած»։ Հիմարը փորձեց եփած եգիպտացորենը և իրեն շատ դուր եկավ։ Երբ եգիպտացորենի ցանքի ժամանակը եկավ, բոլոր գյուղացիները,
աշխատանքն արագ վերջացրին իրենց արտերում և սպասում էին նոր բերքին։ Իսկ հիմարը նայում էր նրանց ու քրքջում։ «Ինչու ես ծիծաղում», հարցրեց հայրը։ «Ծիծաղում եմ գյուղացիների տխմարության վրա», պատասխանեց տղան։ «Նրանք սերմը հում են ցանել և նորից հում եգիպտացորեն կստանան, իսկ ես կարգադրել եմ մեր ամբողջ սերմերը եփել, հետո ցանել, հիմա մեր արտերում աճելու է եփած համեղ եգիպտացորեն»։ Էլի ծեծեց զամինդարն իր տղային, բայց ծեծը ոչ մի օգուտ չտվեց։ Աշնանը բոլոր գյուղացիները եգիպտացորենի լավ բերք ստացան, իսկ զամինդարի արտում մի հատիկ էլ չբուսնեց։